That means up to $5 billion. Ինչ կապ կարող է ունենալ միլիարդների ամերիկյան տեխնոլոգիաներ Հայաստան ներմուծելու հնարավորության մասին Վենսի հայտարարությունը Թրիփի հետ։ Թրիփը ընդհանրապես որևէ կապ չունի այս հայտարարության հետ։ Սա փորձում են հնչեցված 9 միլիարդը ինչ որտեղ տեղավորել եւ մաքսիմալ հնարավորությամբ շարքել։ Մի կողմից Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը ըստ էության համաձայնել էր հարցազրույցավարի դիտարկմանը, թե ամերիկյան միլիարդները Հայաստան են մտնելու Թրիփ հիմնադրամի միջոցով։ Երկրորդ նախագահի հաշվարկով Թրիփի կառուցումը միլիարդներ չի պահանջում։ Առավելագույն ներդրումը, որը կարելի է այստեղ անել, $100 միլիոն է։ Մոտարապես 80-90 միլիոն դա ճանապարհն է եւ երկաթուղին եւ ճանապարհը, մոտարապես 1.5 միլիոն եթե օպտիկական մալուխ անցկացնեն եւ մոտարապես 6-7 միլիոն $, եթե նաեւ ասենց հոսանքի կապ ստեղծեն Ադրբեջանի եւ Նախիջևանի մեջ։ Փաշինյանը ավելի հեռուն էր գնացել ու պնդել, թե Թրիփը երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը, առնվազն իր գոյության 99 տարում։ Տրանսպորտային այդ նախագիծը կարող է պետականության գոյության երաշխիք լինել։ Շատ ավելի ճիշտ կլինի այդ հարցերը տակ բարձրաբանումների համար հոգեբանների կամ հոգեբուժների, որտեղ հոգի իրականության ընդհանրապես կապ չունի։ Այն տեսքով, որը կա այսօր, Թրիփը Հայաստանին գրեթե ոչինչ չի տալիս։ Երկրորդ նախագահը պնդում է, եթե Թրիփը իբրև պրոյեկտ չմեծանա ու չներառի ճանապարհը մինչև Երասխ, չապահովի Հայաստան-Իրան երկաթուղային կապը, կդառնա մի չնչին տրանզիտ, որից Հայաստանը չի էլ օգտվի։ Թրիփը ամերիկյան ծրագիրը Հայաստանի տարածքում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հայաստանը այստեղ այդ չնչին տրանզիտից նույնիսկ չի օգտվելու, որովհետեւ կիսակողմ է։ Կիսակողմ 29%։ Սա ուղղակի մի հեքիաթ է, որը փորձում են ծախել մեր ժողովրդին։ Սա Միացյալ Նահանգների նվերն է Ադրբեջանին։ Բայց այդ նվերը տալիս է Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը։ Երբ որ քո մի տարածքի վրա մի միջանցք է ձևավորում այն քո տարածքում, որը ունի տրանզիտային պոտենցիալ։ Թրիփի ծրագիրը այս տեսքով խլելու է Հայաստանից աշխարհաքաղաքական ու տնտեսական բոլոր լծակները, բացարձակ կախվածության մեջ գցելով Ալիևի կամքից, վստահ է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա համար անհասկանալի է, ինչու է գործող իշխանությունը ամեն գնով Հայաստանը կախվածության մեջ գցում Ադրբեջանից։ Անգամ Հայաստան-Ռուսաստան ցամաքային կապն են Ալիևի վերահսկողությանը հանձնում Ադրբեջանի տարածքով ռուսական բեռներ մեր երկիր բերելով։ Ոչ մեկը չի խոսում նրա մասին, որ Հայաստանը ունի այլ հնարավորություն Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալու համար։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է Այն ճանապարհն է, որը այն ճանապարհի մասին, որ ակտիվ օգտագործվել է Խորհրդային Միության տարիներին։ Վրաստանով Երևան, Թիֆլիս, Սոչի, Туапсе, Կրասնոդար եւ Մոսկվա։ Այդ երկաթուղին գոյություն ունի, կա, չի աշխատում վրաց-ափազական կոնֆլիկտի պատճառով։ 600-ից 700 կիլոմետր կարճ է այդ երթուղին, քան այլընտրանքը Ադրբեջանով։ Բացեք քարտեզը։ Նայեք եւ հաշվեք, քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա, այդ Սոչիով եւ Կրասնոդարով քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա, Բաքու, Դերբենդ եւ այլ։ Մոտ 650-700 կիլոմետրով ավելի մոտ է այս ուղղությունը։ Ավելին, այս ուղղությունը կարող է նաև մարդատար գնացք կերարվի։ Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանը ոչ մեկը մեկ նույնիսկ վագոն բեր չի տեղափոխելու, որտեղ ավելի թանկ է լինելու։ Բացվում է մի ուղղություն, որը Ադրբեջանից որևէ կախվածություն չի ստեղծում։ Եվ որի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի վրա որևէ լծակ չի ունենալու։ Չզբաղվել սրանը ուղղակի հանցանք է։ Ինչ վիճակում է այդ երկաթուղին։ Վերականգնելու համար ուղղակի շատ փոքր ավելի գումարներով այսպես կարող են վերականգնել։ Քոչարյանը հիշում է իր նախագահության շրջանում 2003-ին հետևողական ջանքեր է գործադրել այդ երկաթուղին վերագործարկելու համար։
Շևարդնաձեն դրական արձագանքեց իմ առաջարկին, ասեց, եթե կարողանաք աբխազներին համոզել, կարելի է առաջ գնալ։ Եվ այն ժամանակ կապ ստեղծեցի նախագահան Աբխազիա եղել է Վլադիսլավ Արձիմբա, որին լավ ճանաչում էի, դեռ ինքը ասենց ժողովրդական պատգամավոր լինելով սովետական միության 89 թվականից։ Ինքը հիվանդ էր արդեն, իր հետ, իր այսպես ասենք դրական արձագանքը կար։ Բոլոր կողմերի համար տնտեսապես շահավետ գաղափարի քննարկումները ընդհատվել են Վրաստանում Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո։ Սաակաշվիլիի հետ հնարավոր չէր այդ թեման քննարկել։ Եվ վերջապես ինքը նաև այսպես իր ագրեսիվությունը դրսևորեց հարձակումով Հարավային Օսեթիայի վրա։ Երկրորդ նախագահը հուշում է, հիմա ճիշտ պահն է վերակենդանացնելու Երևան, Թբիլիսի, Սոչի, Տուապսե, Կրասնոդար, Մոսկվա երկաթուղու բացման բանակցությունները։ Ամենից նպաստավոր պահն է։ Առաջինը Վրաստանը տեսնում է, որ ինքը հայկական տրանզիտի մի զգալի մասը կորցնելու է։ Եթե այդ տրանզիտը իրականացվի Ադրբեջանի միջոցով։ Եվ այդ մրցակցային արդեն դաշտում իրենք շատ ավելի են շահագրգռված այդ երկաթուղու բացման հետ։ Դա իրենց տնտեսական շահերից է բխում։ Սա մեկ հանգամանք եւ երկրորդ հանգամանքը այսօր Վրաստանը նաև արտաքին իր քաղաքականության մեջ հայտնվել է լրիվ նոր իրավիճակում։ Սառեցված է Եվրոմիության անդամակցության այդ ձգտումը եւ վրացիք շատ པարզ ասում էին, որ իրենց եվրոպացիք դրթում էին երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի հետ, Ուկրաինայի պատերազմի հետ կապված։ Իրենք դա մերժեցին եւ հայտնվեցին որոշակի ճնշումների տակ։ Սա շատ իրատեսական ուղղություն է։ Եվ բոլորին ձեռնտու է եւ Ռուսաստանին իմիջիալոս եւ Թուրքիային, որովհետեւ Թուրքիան ստանալու է շատ ավելի կարճ երկաթուղային կապ Ռուսաստանի հետ։ Հայաստանի համար ուղղակի մի երազանքի պես բան է։ Աշխարհաքաղաքական առումով այդ ճանապարհը մեզ կտա ազատության բարձրաստիճան, բացատրում է Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի կոմունիկացիան Ռուսաստանի հետ կախված չի լինի Ադրբեջանից։ Լրիվ իրատեսական ծրագիր է, ուղղակի զբաղվել է պետք դրանով, զբաղվել ոչ թե դեմագոգիայով զբաղվել։ Կամ փակուղի ստեղծել եւ ասենց օթից բերած ինչ-որ ծրագրերի շուրջ քարոզչական շոուներ սարքել։ Եթե դու շարժվում ես Հայաստանի Հանրապետության շահերով, ուրեմն պետք է բոլոր հնարավորությունները փնտրես, որ մեկ կողմից այդպիսի կախվածություն չունենան։ Այսօր իրենց համոզել են, որ կախվածություն ունեն Ադրբեջանից, իրականում չկա այդ կախվածությունը։ Մեր ժողովրդին փորձում են համոզել, որ Հայաստանի զարգացումը միայն սրա մեջ է, եւ սա դարձնում է քարոզչական նյութ։ Իրականում ես նկարագրեցի այլ ընտրանքային ինչ հնարավորություններ կա։ Եվ դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ պետք չի հարաբերությունները կառուցել, այո, պետք է կառուցել։ Բայց երբ դու ունես նաև այլ տարբերակներ, դու կախյալի վիճակով չես բանակցում Ադրբեջանի հետ։ Լրիվ այլ պատկեր ես ստանում։ Հեշտ է լինելու։ Երևի չէ, բայց համոզված եմ, որ հնարավոր է, նույնիսկ այն ժամանակ ես այդ հնարավորությունը տեսնում էի։ Լարա Արաքելյան, Նորայր Շարբաթյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։